Հաջորդ հարցը հարց համար 26 բան Խուդացյան համեցեք։ Հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքային ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 948 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծ է։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 16 համայնքների թվով 18 սուբվենցիոն ծրագրեր, սա այս տարվա ընթացքում մեր պետական համաֆինանսավորման ծրագրի պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է եւ ձեր թույլտվությամբ ես ընթերցեմ նաեւ ցանկը ըստ մարզերի եւ ըստ համայնքների։ Արագածոտնի մարզ Զապարան համայնքի շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման լրացուցիչ աշխատանքները ավարտված են։ Ապարան համայնքի Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են։ Արմավիրի մարզ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Ռաֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրի կառուցման եւ սալարկման աշխատանքները ավարտված են։ Լոռու մարզ Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մարզադաշտի վերանորոգում աշխատանքները ավարտված են։ Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Միասնիկյան եւ Պանրագործների փողոցների ասֆալտապատում աշխատանքները կրկին ավարտված են։ Կոտայքի մարզ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի Կոյուղու ցանցի երկրորդ փուլի կառուցում, շինարարական աշխատանքների 40%-ն է կատարված։ Գառնի համայնքի Գառնի, Գեղարդ, Գողթ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում, աշխատանքները ավարտված են։ Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, աշխատանքները ավարտված են։ Արզնի համայնքի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ փողոցի 3-րդ նրբանցք եւ 15-րդ փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են։ Սյունիքի մարզ Սիսիան համայնքի Աղիտու եւ Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, ավարտական փուլում են գտնվում աշխատանքները։ Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, կատարված է շինարարական աշխատանքների 75%-ը։ Տեղ համայնքի Կորնիձոր եւ Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակների եւ ժամանցի կենտրոնների կառուցում, աշխատանքները ավարտված են։ Քաջարան բնակավայրի Քաջարան Շահումյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում էներգախնայող միջոցների կիրառմամբ աշխատանքները եւս ավարտված են։ Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում Քրիստաֆոր փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում աշխատանքները ավարտված են։ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում լրացուցիչ աշխատանքները ավարտված են։ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 9-րդ փողոցի սալապատում տուֆով աշխատանքները ավարտված են եւ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետապնյա փողոցի ասֆալտապատում եւ մայթերի վերանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 60%-ը։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ 948 միլիոն դրամ ֆինանսավորելու մասին է խոսքը։ Շնորհակալ եմ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ նախագծի հետ կապված։ Չկան, առաջարկում եմ որոշումն ընդունել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար